Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ քննարկում է կայացել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Օրակարգում Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարներն են եղել, նաև միջազգային եւ տարածաշրջանային մարտահրավերները։ Միրզոյանը Բրյուսելում նաև հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր։ Հայաստան-ԵՄ արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային ամբողջ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովի հայտարարությունը։ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը արդեն իսկ ընդգրկել է ավելի քան 1.5 միլիոն քաղաքացի։ Ինչպես է գործում նոր համակարգը, ովքեր են վճարում ապահովագրավճարը եւ ինչ պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի։ 2025 թվականին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է լայնածավալ վերահսկողության աշխատանքներ, ընդգրկելով սննդամթերքի անվտանգությունը, անասնաբուժությունը, բուսասանիտարական եւ սահմանային վերահսկողությունը։ Գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ տարվա հաշվետվությունը։ Իրանն անմիջապես կպատասխանի ցանկացած ագրեսիայի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա միաժամանակ նշել է, որ Թեհրանը ողջունում է երկխոսությունը եւ չի ձգտում պատերազմի։ Օրվա միջազգային անցուդարձը։ Հունվարի 20-ին Մեղրիի սահմանային հատվածում Իրանի 10-ից ավելի քաղաքացիներ ուղիղ կեսգիշերին փորձել են ապօրինի առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության Փշալարե ցանկապատի վրայով հատել Հայաստան-Իրան սահմանը։ Նրանք ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից եւ ներկայում գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։ Հայաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ պետական սահմանը ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ 7 անձ կալանավորված է։ Այդ թեմաների անդրադառնանք Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ քննարկում է կայացել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, նաեւ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ ձեռքբերումները։ Նա ընդգծել է ներառական տրանսպորտային եւ տնտեսական փոխկապակցվածության կարեւորությունը, քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները, միջազգային եւ տարածաշրջանային մարտահրավերները։ Եվրոպական խորհրդարանի падգամավորները բարձր են գնահատել Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին եւ ժողովրդավարական բարեփոխումներին։ Միրզոյանը Բրյուսելում նաև հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցեր։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգին։ Միրզոյանը եւ Կոսը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Էստոնիան այս տարի Երևանում դեսպանություն կբացի։ Այդ մասին X-ում գրել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցաքնան, տեղեկացնելով նաև Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած սպոնտան հանդիպման մասին։ Եվրոպական միության հետ Հայաստանի սերտ գործակցությունը կարծես նյարդայնացնում է Մոսկվային։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը 10-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստան-ԵՄ արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային ամբողջ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա։ Մեկնաբանելով Եվրամիության անդամակցելու Երևանի մտադրությունը, նա նշել է, թե հաշվի առնելով Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված ԵՄ-ի ռազմավարական կուրսը, այդ կազմակերպության անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող անհանգստություն չառաջացնել։ Մասլեննիկովի խոսքով Բրյուսելը հաշվի չի առնում Անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ դրա հետ կապված պարտավորությունները։ Փաստը մնում է փաստ, որ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունը ըստ սահմանման անհնար է, ընդգծել է դիվանագետը։
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը արդեն իսկ ընդգրկել է ավելի քան 1.5 միլիոն քաղաքացի, երեխաներ, թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք եւ բարձր աշխատավարձ ստացողներ։ Պետությունը ստանձնել է առողջապահական ծախսերի զգալի մասը առողջությունը դարձնելով ոչ թե բեռ, այլ պետական երաշխիք։ Ինչպես է գործում նոր համակարգը, ովքեր են վճարում ապահովագրավճարներ եւ ինչ պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի։ Կառավարության ամենախոշոր եւ համակարգային սոցիալական բարեփոխումներից մեկը առողջության համընդհանուր ապահովագրությունը գործարկման առաջին ամսում արդեն ընդգրկել է ավելի քան 1.5 միլիոն քաղաքացու։ Առաջին փուլում համակարգի շահառու է դարձել 1.571.000 քաղաքացի, երեխաներ, թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սոցիալական աջակցության խմբեր եւ 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացողներ։ Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց համակարգի գործարկման ընթացքն ու առանցքային մեխանիզմները, պատասխանելով պատգամավորների հարցերին եւ հանրային մտահոգություններին։ Մեկ մարդը կարող է մի քանի այցի շրջանակներում սպասարկում ստանալ։ Սա նշանակում է, որ կարող է արդեն իսկ մեր քաղաքացիները խորհրդատվություն, էլեկտրոնային դեղատոմսով դեղ ստանան, հիվանդանոցային այց գրանցեն եւ այլն եւ այլն։ Այսինքն չի նշանակում, որ 255,000 հոգի է օգտվել, այլ նշանակում է, որ 255,000 այց է գրանցվել։ Նախարարը հստակեցրեց, որ եթե քաղաքացին թեկուզ մեկ ամիս ստանում է 200,000 դրամից ավելի աշխատավարձ եւ այդ հիմքով ներառվում է ապահովագրության համակարգում, ապա նա ավտոմատ կերպով մնում է համակարգի շահառու 12 ամիս շարունակ, անկախ հետագա աշխատավարձի նվազումից կամ դրույքի կրճատումից։ Նախարարի տեղեկացմամբ քաղաքական պայմանագրով քաղաքացիների համար ապահովագրությունը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։ Այստեղ պիտի երկու հանգամանք միաժամանակյա լինի, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտություն ունենալու հանգամանքն է։ Ռեզիդենտությունը դա Հայաստանի Հանրապետությունում 183 օր եւ ավել բնակվելու հանգամանքն է։ Այստեղ, եթե այս երկու հանգամանքները առկա են եւ իմ կողմից նշված այս տարիքային կամ սոցիալական խումբը առկա է, ուրեմն քաղաքացին ունի կարգավիճակ։ Ներկայացված տվյալների համաձայն այսօր ապահովագրության համակարգում ընդգրկված 1.5 միլիոն քաղաքացուց միայն 18.3%-ն է վճարում ապահովագրավճար։ Մնացածը գտնվում են պետական հոգացության ներքո։ Մասնավորապես մինչև 18 տարեկան երեխաները կազմում են շահառուների 39.9%-ը, 65 եւ բարձր տարիքի թոշակառուները 32.5%-ը, 200,000 դրամից ավելի բարձր ստացողները 18.3%-ը, սոցիալական աջակցության խմբերը 9.3%-ը։ Տարեկան ապահովագրավճարը սահմանված է 129,600 դրամ, սակայն երեխաների, թոշակառուների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար այն ամբողջությամբ վճարում է պետությունը։ Եթե մարդը շտապ օգնության կամ հրատապ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի, ապա նա գնում է արդեն պլանային իր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, ընտանեկան բժշկի, թերապևտի կամ մանկաբույժի մոտ։ Եվ արդեն այս անձինք են, որ ուղղորդում են անձին բուժօգնության ճիշտ տրամադրման ձևաչափով։ Առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը չունի տարվա առավելագույն ֆինանսական շեմ մեկ անձի համար, սակայն յուրաքանչյուր ծառայության մասով սահմանված են հստակ սահմանափակումներ։ Օրինակ, արտահիվանդանոցային MRT հետազոտությունը փոխհատուցվում է տարեկան մինչև 2 անգամ։ Նույն սահմանափակումը գործում է նաև նեղ մասնագետի խորհրդատվության դեպքում։ Յուրաքանչյուր ծառայության համար կան առավելագույն փոխհատուցման գներ, որոնցից բարձր ծախսերը արդեն չեն փոխհատուցվում ապահովագրական փաթեթով։ Ընդհանրապես, հարգելի գործընկերներ, ապահովագրական փաթեթները հենց ունենում են կոնկրետ շրջանակներ։ Փաթեթի արժեքը 129,600 դրամ է տարեկան եւ մենք այդ գումարի շրջանակներում պիտի հաշվարկենք, որ ծառայությունները ինչ ծավալով կարող ենք տրամադրել։ Նյարդաբան, սրտաբան, ապահովագրական փաթեթը տրամադրում է տարին 2 անգամ։ Դրանից ավելը արդեն անձը ինքն է վճարում։ Քաղաքացիների համար առանցքային գործիք է Արմետ համակարգը, որտեղ հնարավոր է ստուգել եւ հաստատել ապահովագրության կարգավիճակը։ Հավելված ունենալը պարտադիր չէ, այն ընդհանրապես լրացուցիչ հարմարություն է։ Մեր ավագ սերնդի ներկայացուցիչները շատ կաշկանդված են բեռ դնելու իրենց երեխաների վրա եւ այս առումով ես ուզում եմ նշել, որ շնորհակալությունների նաեւ մեծ մասը սրան է վերաբերում, որ իրենք պետության հոգացությունը զգալով նաև անկախ են եւ ավելի ինքնուրույն են։
Նախարար Ավետիսյանը հատուկ անդրադարձավ նաև սմարթ հեռախոս չունեցող քաղաքացիներին։ Նրա խոսքով այդ դեպքում պոլիկլինիկայում բժիշկն անձամբ կարող է Արմեթ համակարգում կատարել անհրաժեշտ գործողություններն ու հաստատել քաղաքացու համաձայնությունը։ Եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր Արմեթ հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց ինչ պատճառներով ընկել է շտապ օգնության օրինակ միջոցով հիվանդանոց, սա եւս խոչընդոտ չէ նրա իրավունքը իրացնելու։ Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակներում հաստատումը կիրականացվի եւ նա կստանա իր բժշկական օգնությունը։ Ազգային ժողովում քննարկմանը մասնակցած քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւս կարևորեց համակարգի սոցիալական ազդեցությունը, ներկայացնելով արդեն արձանագրված թվերը։ Վարչապետի հրապարակած տվյալներով միայն 65-ից բարձր տարիքի 50,073 թոշակառու ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ Կան թոշակառուներ, որոնք ստացել են մինչև 4 միլիոն դրամի աջակցություն, ինչն ըստ Կոնջորյանի վկայում է, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ այլևս մենակ չեն մնում։ Այսպիսով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը դեռ իր մեկնարկային փուլում է, սակայն արդեն իսկ ձևավորում է նոր իրականություն, որտեղ բժշկական օգնությունը դառնում է ոչ թե արտոնություն, այլ երաշխավորված իրավունք։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Առողջության համընդհանուր ապահովագրության գործարկման ընթացքի վերաբերյալ ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության կազմակերպված աշխատանքային քննարկումից հետո առողջապահության նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել եւ հիմա նա վերականգնման փուլում է։ Նա անդրադարձել է նաեւ Արցախից տեղահանված հայերին, նշելով, որ նրանք մշտական վերահսկողության ներքո են, անհրաժեշտ բուժօգնությունն էլ տրամադրվում է։ Մշտական դիտարկման դեռ ընթացքի մեջ են, նշեմ, որ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է պետության կողմից, կազմակերպվում է մեր կողմից, նրանց առողջական վիճակի ամբողջ կազմակերպչական մասը այս պահին մենք իրականացնում ենք։ Քաղաքացիներին չեմ ուրեմն այցելել, որովհետև այս պահին դրա կարիքը չի եղել, բայց կարծում եմ կունենամ առիթ։ Մարդկանց առողջական բոլոր կարիքները բավարարվում են։ Ընդհանուր վիճակը Վիճակը բավարար է, նրանք առաջին ուրեմն հետազոտման փուլ են անցել, ըստ կարիքի քրոնիկ վիճակների մասով արդեն հաջորդիվ կարիքները կբավարարվեն եւ ըստ էության ինչ որ նրանց ընթացիկ խնդիրները լինեն, մենք կկազմակերպենք այս առաջիկա ժամանակ գոնե։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԿՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ անդրադարձել է նախորդային երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, ըստ որի Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները տնտեսական շահ չունի, փոխարենը ունի քաղաքական շահ, քանի որ թրեփի ուղին Իրանի դեմ է ուղղված։ Պատգամավորի խոսքով Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի գործող մյուս էմիսարների միակ նպատակն է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադառնա անցյալ եւ ունենա միմիայն շահ մեր դաշնակիցներից։ Միացյալ Նահանգների պես երկիրը, եթե որևէ տեղ տնտեսական շահ չունի, չեմ կարծում ինքը հսկայածավալ այդպիսի ներդրումներ անի։ Քաղաքական շահ տնտեսական չունի, բայց քաղաքական։ Ներեցեք, իսկ ինչի պետք է քաղաքական այդում շահ չունենա։ Իսկ ո՞րն է այդտեղից Հայաստանի վտանգը, որ օրինակ աշխարհի ամենահզոր երկիրը այդ թվում տնտեսական եւ քաղաքական շահ ունենա Հայաստանի հետ համագործակցելով։ Երբ որ Հայաստանի Հանրապետությունը մեր իշխանության օրոք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրեց դեռևս նախորդ ԱՄՆ իշխանությունների կողմից, գործող վարչակազմը դա ոչ միայն շարունակեց, այլև մեծ ընթացք տվեց եւ հենց այդ պայմանագիրը նշանակում որ ոչ միայն Ամերիկան, այլ նաեւ Հայաստանն է ուզում, որ ինքը աշխարհի առաջատար երկրների հետ քաղաքական, տնտեսական եւ այլ շահեր ունենա, այդտեղ որ ինչ խնդիր կա։ Այդտեղ կարծում եմ նորից եմ կրկնում պարոն Քոչարյանի եւ մեր Ռուսաստանից գործողված մյուս էմիսարների միակ նպատակը ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադառնա անցյալ եւ ունենա միմիայն շահ մեր դաշնակիցների կողմից, որոնք 25 տարի փաստաթղթի վրա եղել են դաշնակից, բայց տեսանք, թե ինչպես էին օրինակ հեռախոսով ռիլեր նայելով կամ սիգարետը ծխելով հետևում, թե ինչպես էին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ ռումբերի պայթյունների ներքո լքում իրենց բնակավայր։
2025 թվականին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացրել է լայնածավալ վերահսկողական աշխատանքներ, ընդգրկելով Սննդամթերքի անվտանգությունը, անասնաբուժությանը, բուսասանիտարական եւ սահմանային վերահսկողությանը։ Տարվա ընթացքում արձանագրվել են համակարգային խախտումներ, առգրավել է վտանգավոր արտադրանք, կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ Իսկ 2026 թվականին նախատեսվում է վերահսկողության հետագա խստացում։ Մեզ համար առաջնայինը կայուն եւ անվտանգ վերահսկողական միջավայր ստեղծելն է, ոչ թե ստուգել ու գումար հավաքելը։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը, ներկայացնելով կառույցի տարվա հիմնական արդյունքները։ Պետրոսյանը շեշտեց, որ 2025 թվականին տեսչական մարմնի գործունեության առանցքում եղել են սննդամթերքի անվտանգության ապահովումը, հանրային առողջության պաշտպանությունն ու վերահսկողության արդյունավետության բարձրացումը։ Տարվա ընթացքում իրականացվել են պլանային եւ ոչ պլանային ստուգումներ, դիտարկումներ, մշտադիտարկումներ, մոնիթորինգային եւ կանխարգելիչ միջոցառումներ, ընդգրկելով սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն, բուսասանիտարիա եւ սահմանային վերահսկողության ոլորտները։ 2025 թվականի տեսչական մարմնի կողմից իրականացվել է ընդհանուր առմամբ 7569 վերահսկողական միջոցառում, պլանային եւ ոչ պլանային ստուգումներ, դիտարկում եւ մշտադիտարկումներ։ Դրանց արդյունքում հայտնաբերվել է 1819 խախտում, վերահսկողության միջոցառումների թիվը աճել է եւ այդ աճի հիմնական մասը բաժին է ընկնում մշտադիտարկումների։ Տեսչական մարմնի տվյալներով առավել հաճախ արձանագրված խախտումները կրել են կրկնվող եւ համակարգային բնույթ, ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի իրացում, ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառք, պահման պայմանների խախտում, սանիտարահիգիենիկ նորմերի եւ անձնական հիգիենայի պահանջների չպահպանում, նաեւ աշխատակիցների բժշկական զննության բացակայություն։ 2025 թվականին իրականացվել է նաեւ 886 դիտարկում, որոնցից ավելի քան կեսի դեպքում արձանագրվել են անհամապատասխանություններ, հիմնականում սննդամթերքի եւ պեստիցիդների մասով։ Առավել շատ խախտումներ հայտնաբերվել են հացի, կատնամթերքի եւ մսամթերքի ոլորտներում։ 2025 թվականին սննդամթերքի մասով իրականացվել է 673 դիտարկում, 517-ի դեպքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, մասնավորապես տեղ բացված կկա, հացի դիտարկման դեպքերում 413 դիտարկում է իրականացվել, 257-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, պաղպաղակի 16 դիտարկում 11-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, կատնամթերք 219 դիտարկումից 80 խախտում, մսամթերքի 20-ից 8 խախտում, ունեցել ենք 1 ջրի դիտարկում խախտում չի հայտնաբերվել, 2 ալկոհոլային խմիչքի վերաբերյալ դիտարկում եւս խախտումներ չեն հայտնաբերվել, 2 տնտեսվարողի մոտ դիտարկում է իրականացվել եւ 2-ի մոտ էլ հայտնաբերվել է ժամկետնանց սննդամթերք։ Արագ արձագանքման 43 դիտարկումից 13-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների մասով իրականացվել է 170 դիտարկում, հայտնաբերվել է 10 խախտում։ Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում իրականացվել է 5301 ստուգում, 314 տնտեսվարողի մոտ արձանագրվել են խախտումներ, մսի իրացման կետերում կատարված 4519 մշտադիտարկման արդյունքում գրեթե 8 տոննա ոչ սպանդանոցային ծագման միս առգրավվել եւ ոչնչացվել է։ 2025 թվականին իրականացվել է խոշոր եղջերավոր կենդանիների արտահանում 6403 գլուխ, ներմուծում է իրականացվել 12407 գլուխ։ Մանր եղջերավորների դեպքում տեսնում ենք ունենք հակառակ պատկերը 96955 արտահանվել է, ներմուծվել է ընդամենը 3754։ Բոլոր կենդանիները անցել են օրենսդրությամբ սահմանված կարանտինացման բոլոր փուլերը։ Տեսչական մարմինը հայտնում է նաև, որ 2025 թվականին կայացվել է արտադրական գործունեության կասեցման 200 որոշում, որոնցից 131-ի դեպքում խախտումները վերացվել են։ Տարվա ընթացքում նշանակվել է 1455 վարչական տուգանք, ընդհանուր առմամբ ավելի քան 339 միլիոն դրամի չափով, որոնցից շուրջ 270 միլիոնն արդեն գանձվել է։ Առանձնակի ուշադրություն է դարձվել հանրային հաստատություններին, դպրոցներին, մանկապարտեզներին, ծերանոցներին եւ կալանավայրերին։ Տեսչական մարմնի ղեկավարն ընդգծեց նաև թվայնացման ուղղությամբ իրականացված քայլեր է նշելով, որ ստուգումների մի մասն արդեն իրականացվում է պլանշետներով, իսկ բոլոր տվյալները մուտքագրվում են միասնական էլեկտրոնային համակարգ։ Սա թույլ է տալիս վերահսկողության գործընթացը դարձնել ավելի արագ, թափանցիկ եւ վերահսկելի։ 2025 թվականին շարունակվել են նաեւ սահմանային վերահսկողության միջոցառումները, առգրավել է 54 խմբականակի ներմուծում, իսկ լաբորատոր փորձաքննության է ներկայացվել ավելի քան 9200 նմուշ։ Հայաստանի Հանրապետության տարածքում մենք ունեցել ենք 31000 տոննա փաստացի մսի մորթ, որը որ
թեև պակասել էին սպանդանոցների քանակը, բայց նախորդ տարիների համեմատ ունենք մեծ աճ։ Պետրոսյանն ընդգծեց, որ 2026 թվականին տեսչական մարմինը կշարունակի խիստ վերահսկողությունը հատկապես սպանդանոցների մսի իրացման կետերի, պեստիցիդների շրջանառության եւ հանրային սննդի ոլորտում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը վստահեցրեց, որ վերահսկողության գործընթացների թվայնացումն ու սահմանային վերահսկողության ուժեղացումը միտված են ոչ միայն ներքին շուկայի պաշտպանությանը, այլև հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը միջազգային շուկայում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանն անմիջապես կպատասխանի ցանկացած ագրեսիայի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա միաժամանակ նշել է, որ Թեհրանը ողջունում է երկխոսությունը եւ չի ձգտում պատերազմի։ Այսօր ավելի վաղ Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ։ Էրդողանը հայտնել է, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև լարվածությունը մեղմելու համար։ Ստամբուլում էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նրա հետ համատեղ մամուլին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան Միացյալ Նահանգներին եւ Իրանին գոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ արկա խնդիրները լուծելու համար, միաժամանակ վերահաստատելով, որ Անկարան դեմ է Իրանի ներքին գործերի արտաքին միջամտությանը, միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ դադարեցնել Կիևի եւ այլ ուկրաինական քաղաքների գնդակոծությունը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Թրամփի խոսքով ինքն անձամբ դիմել է Պուտինին այդ խնդրանքով եւ ստացել դրական պատասխան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, որ այս քայլը շատերի համար անսպասելի էր։ Վերջին շաբաթներին Ուկրաինան հաղորդում է ռուսական հարվածների հետևանքով ենթակառուցվածքների, բնակելի տների եւ էներգետիկ համակարգերի վնասների մասին։ Կիևում հազարավոր բազմաբնակարան շենքեր մնացել են առանց ջեռուցման։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը կառավարության նիստի ժամանակ դիմելով նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա խոսքով անվտանգության եւ տնտեսական գործակցության վերաբերյալ համաձայնագրերը մեծ հաշվով ավարտված են։ Ուիտքոֆը նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը սպասում է խաղաղության շուտափույթ հաստատմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հետ։ Նրա խոսքով քննարկվել են սահմանային անվտանգությունը, թմրանյութերի վերահսկողությունը եւ առևտրային հարաբերությունները։ Թրամփը նշել է, որ զրույցը դրական է եղել երկու երկրների համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտնել է նաեւ, որ առաջիկայում նախատեսում են նոր շփումներ եւ հանդիպումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու Մեքսիկայում։ Նա Շեյնբաումին բնութագրել է որպես խելացի եւ ուժեղ առաջնորդ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Սեյիդ Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Նա նշել է, որ տարածաշրջանում աճող լայնվածությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է բոլոր կողմերին զսպվածության կոչ անելու անհրաժեշտությունը իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար։ Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ստացել են 1000 նոր անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Թասնիմ կիսապաշտպանական գործակալությունը մեջ բերելով Իրանի բանակի հրամանատար Ամիր Հաթամիին, որը հայտարարել է, որ Թեհրանն ամրապնդում է իր ռազմավարական առավելությունները հնարավոր սպառնալիքներին արագ ու կոշտ պատասխանելու համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ ընդգծել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են արձագանքելու ցանկացած ագրեսիայի, անցած տարվա ռազմական փորձից քաղած դասերի հիման վրա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։